Ողջույն, ես Գորն եմ, ներկայումս Դասավանդիր Հանուն Հայաստանի հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրենը, սակայն այսօր այն ինչի մասին խոսելու ենք, ուղիղ կապված չէ իմ հիմնական գործառույթների հետ։ Ես ինչպես եւ շատերը մեծ սիրով փորձարկում ենք արհեստական բանականությամբ գործիքակազմը ներդնում մեր ամենօրյա աշխատանքում եւ իհարկե փորձում նոր գործիքներ ստեղծել։ Այս ու գալիք տեսանյութերում փորձելու եմ ձեզ ներկայացնել այն գործիքը, որի վրա ինքս հիմա աշխատում եմ, ունենք ավելի քան MVP եւ փորձելու ենք միասին կատարելագործել այն։ Այսօրվա տեսանյութում ձեզ կներկայացնեմ այն, ինչ արդեն իսկ պատրաստ է եւ ինչպես է գործընթացը սկսել, որից հետո արդեն տեսանյութերի ընթացքում միասին կկատարելագործենք այն, ինչ արդեն իսկ ունենք։ Դե ուրեմն գնացինք։ Խոսելու ենք հիմա Դասավանդիր.org համակարգի մասին, այն Learning Management Software կրթական գործընթացի կառավարման հարթակ է, որը որ ինքս մտածեցի ստեղծել այն բանից հետո, երբ տարբեր գործիքներ ուսումնասիրելուց հետո ինչ-որ մի բան ամենտեղ պակասում էր։ Իմ նպատակն էր ստեղծել այնպիսի մի համակարգ, որը իհարկե հաջողությամբ կաշխատի հայերենով, հնարավոր կլինի գցել տարբեր արհեստական բանականության լեզուներին, Gemini-ին, ChatGPT-ին, Claude-ին եւ իհարկե արհեստական բանականության միջոցով հնարավորություն կունենանք միևնույն ժամանակ օժանդակելու այն մարդկանց մեր թիմին, ովքեր որ պատրաստում են դասերը եւ հետեւում են ուսուցանողների կրթական առաջընթացին եւ իհարկե բուն ուսուցանողներին, ովքեր որ արհեստական բանականության գործիքակազմի միջոցով հնարավորություն կունենան ավելի լավ սերտելու այն նյութերը, որը որ մենք իրենց տրամադրում ենք։ Դե ինչ տեսնենք, ինչ ունենք այս պահին պատրաստ, խոսքը գնում է Դասավանդիր.org հարթակի մասին, որին մենք այս պահին մուտք կգործենք որպես դասընթացի պատրաստող, որպես admin։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ ունենք հասանելիություն Google Single Sign-On տարբերակով, մուտք են գործում հարթակ եւ տեսնում ենք առաջին պատուհանը, այստեղ տարբեր կուրսեր են, որը որ մենք եւ մեր թիմը այս պահին փորձարկում են։ Այստեղ մենք հնարավորություն ունենք մի քանի բան անելու, կարող ենք նոր կուրսեր ստեղծել եւ այսօր մի բան կստեղծենք անպայման, այդ կուրսերը կարող ենք ստեղծել ձեռքով կամ արհեստական բանականության միջոցով, կարող ենք տեսնել ինչ տնայիններ են ուսուցանողներ ուղարկել, այս պահին նմանատիպ տվյալներ չունենք, հնարավորություն ունենք պրոյեկտների, ունենք սովորողների տվյալների բազա, որոշակի անալիտիկա, որը որ դեռ պետք է միասին կատարելագործենք, իհարկե օգտատերերի եւ որոշ կարգավորումների հարթակներ, որոնք եւս իհարկե պետք է զարգացնենք։ Փորձենք միասին դասընթաց ստեղծել եւ այդ դասընթացը ստեղծել այս տարբերակով։ Ինչպես տեսնում եք, հնարավորություն ունենք հենց սկզբից Generate Course with AI տարբերակը օգտագործելու, որի շրջանակներում մենք տարբեր նյութեր գցելով փորձելու ենք կուրս ստեղծել, բայց հիմա դա չենք անի։ Մենք ստեղծենք կուրսը, այստեղ տեսնում ենք մեզ համար կարծում եմ ծանոթ հնարավորություններ, որտեղ կատեգորիաներ, որքան ժամանակ է պետք տվյալ կուրսը ավարտելու համար, եթե կարիք ենք տեսնում նկար ավելացնենք, ինչ լեզվով է լինելու կուրսը, վճարով է թե անվճար, դեդլայնների հետ կապված եւ այլ կարգավորումների հնարավորություններ։ Մի ուշագրավ կարգավորում իհարկե որ կցանկանամ ներկայացնել, դա արհեստական բանականությանը ֆիդբեքի համար, հետադարձ համար տնային աշխատանքը տրամադրելու հնարավորությունն է, որը որ կուրսը ստեղծողը կարող է առաջին փուլում իհարկե տրամադրել։ Այսպիսով այս գործիքակազմի միջոցով արդեն կարողանում ենք ստեղծել առանձին դասեր, դասերին գցել օրինակ տեսանյութեր կամ սայիկաշարեր, այստեղ կարող ենք սայիկաշար գցել, PDF գցել, լրացուցիչ ինչ-որ նյութեր եւ այլն, Եվ իհարկե կարող ենք քվիզեր, այսինքն որոշ հարցումներ կամ տնային աշխատանք
տնային աշխատանք տրամադրել մեր սովորողներին։ Եվ այսպիսի նաև հետաքրքիր գործիք ունենք աուդիո գեներացիա, որը որ աշխատում է կից նյութերի հիման վրա, այդ կից նյութերը ձայնային տարբերակով լսելու համար, այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ոչ թե կարդալ նյութերը, այլ հակառակը լսել դրանք։ Յուրաքանչյուր կուրսի համար ունենք առանձին ուսանողների բաժին, գնահատականների բաժին, հրավիրելու մոդերատորների, օրինակ մեզ համար շատ կիրառելի է, որ ամեն կուրս ունի մոդերատորներ, որոնք աշխատում են կոնկրետ ուսանողների կամ ուսուցիչների խմբի հետ, հայտարարությունների տախտակ, հարցերի բանկ, որտեղից կարող են տարբեր այդ քույզերը ստեղծվել եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ միտքը, ինչպես ասեցի, այն է, որ եւ կուրսը ստեղծելիս եւ բուն սովորելու ընթացքում հնարավորություն ունենանք կիրառելու արհեստական բանականության գործիքներ։ Ինչպես այս հարթակը աշխատում ամենայն մանրամասնությամբ, մենք իհարկե գալիք տեսանյութերի ընթացքում հնարավորություն կունենանք տեսնելու եւ նաեւ միասին տեստավորելու, բայց այս տեսանյութում հատկապես ուզում եմ կենտրոնանանք միասին, թե ի վերջո ինչ է անհրաժեշտ նմանատիպ հարթակ ստեղծելու համար, անհրաժեշտ են արդյոք ծրագրավորման հմտություններ, թե ոչ։ Իրականում այս թեմայով կարծում եմ շատ են քննարկումները եւ հատկապես մարդիկ, ովքեր որ հետևում են արհեստական բանականության շուրջ իրադարձություններին, նորություններին, գիտեմ, որ շատ են քննարկումները, ինչ է հնարավոր արհեստական բանականության գործիքակազմով անել, ինչ հնարավոր չէ, արդյոք ծրագրավորողների ժամանակաշրջանն ավարտված է թե ոչ։ Ինքս նմանատիպ պնդումներ չեմ պատրաստվում անել, միայն կարող եմ ասել, որ նախկինում նմանատիպ գործիք ստեղծելու համար վստահաբար ես ինքս իմ գիտելիքներով դա չէի կարող անել, անգամ շատ լավ պատկերացնելու բaragայում թե ինչ եմ ուզում, հաստատ պետք է լիներ ծրագրավորող ընկեր, կօգներ ստեղծելու համանման պլատֆորմ, այս բaragայում իհարկե այն ինչ որ տեսել եք ստեղծել եմ ես առանց այդ գիտելիքների։ Եվ շատ կցանկանամ ցույց տալ ինչպես ամեն ինչ սկսվեց, արդեն ասացի, որ խնդիրը հստակ էր, մեզ անհրաժեշտ էր LMS, անհրաժեշտ էր կրթական գործընթացը կառավարելու հարթակ, կար հստակ ցանկություններ որոշակի ֆունկցիոնալի հետ կապված, որը առաջին հերթին վերաբերում էր արհեստական բանականության ներդրմանը, հստակ պահանջ էր նաև հայոց լեզվի կիրառելիությունը, այսինքն որ հայերենով հնարավոր լիներ այդ կուրսերը գեներացնել եւ նաև արհեստական բանականությունը AI coach-ը կարողանար հայերենով պատասխանել ուսուցանողների հարցերին եւ հենց այս մտայնությամբ որոշեցի մեկնարկել։ Մեկնարկային կետը բավականին պարզ էր եւ ես նկատի ունեմ պարզեր անգամ ավելին քան մեզ հաճախ սովորեցնում են արհեստական բանականության ինտրո դասերում, ներածական դասերում, թե ինչպիսի պրոմպտեր է պետք գրել։ Ամեն ինչ սկսվեց իմ եւ ChatGPT-ի մի կարճ զրույցից, որը որ հիմա կուզեմ նաեւ ցույց տալ ձեզ։ Այս կետում ես արդեն իսկ ունեի ցանկություն ստեղծելու LMS, մի փոքր խոշորացնեմ։ Արդեն իսկ ունեի ցանկություն ստեղծելու LMS եւ տեղյակ էի, որ կա կուրսորը, կա կոդեքսը, իդեպ այդ թվում նաեւ կա Claude կոդը եւ հարցս ChatGPT-ին կանգնում էր նրանում, արդյոք հնարավոր է ստեղծել LMS բացառապես կուրսորի կամ կոդեքսի միջոցով, որտեղ ChatGPT-ին սկսում է իր ուսումնասիրությունը, ասում է, որ կարող ես բավականին մեծ արդյունքներ հասնել, բայց դժվար թե կարողանաս ամբողջական LMS ստեղծել ունենալով զրոյական կոդի ծրագրավորման հմտություններ։ Այնուամենայնիվ սկսում եմ մանրամասնել, թե ինչ է LMS-ը, այն բազապես կոդ չէ, պետք է ունենա այս ֆունկցիոնալը, շարունակում է միտքը ուրիշ ինչ ոնց որ MVP պարագայում ինչ ֆունկցիոնալի անհրաժեշտություն կունենանք եւ այդ ամենից հետո ես ասում եմ շատ լավ, որ կան այլ LMS-ներ, որոնք կան եւ ես կարող եմ AI-ի միջոցով ինչ որ ադապտացիաներ անել, սկսում է պատմել տարբեր գործիքների մասին,
որտեղ ես շարունակում եմ որոշել, շատ լավ, կարող եմ ես այս ամեն ինչը ստեղծել Claude-ի միջոցով, ChatGPT-ին սկսում է ստուգել, ասում է այո, Claude-ի միջոցով կարող ես ինչ-որ բաներ ստեղծել, կարող ես MVP ստեղծել, բայց դժվար թե այդպես ամբողջական լուծում կարողանաս ունենալ, եւ ինձ տրամադրում է իմ առաջին prompt-ը, այսինքն ChatGPT-ին արդեն ես գիտի, որ ես այս կետում գիտեր, որ ես չունեմ ծրագրավորման հմտություններ, ուզում եմ ունենամ LMS, ընդհանուր առմամբ որոշակի ֆունկցիոնալի շուրջ հասկացել էր, թե ինչն է ինձ հետաքրքրում, եւ առաջին ոնց որ prompt-ի տարբերակն է տալի, որը որ ես պետք է տանեի եւ Claude Code-ում տեղադրեի։ Այստեղ ես իհարկե հարցնում եմ, որ Claude-ի տարբերակը օգտագործել, եւ սա շատ կարծում եմ կարեւոր հարց էր, որովհետեւ շատ հաճախ մենք օգտագործում ենք ամենաբարձր լեզվային մոդելը, որը բնականաբար ավելի թանկ է եւ միշտ չէ որ մենք դրա կարիքն ունենք, այս պարագայում ինձ ChatGPT-ին պատասխանում է, որ այո, Opus-ը այդ կետում ամենաուժեղն էր, բայց կարծում է, որ Sonnet-ով կարելի է բավականին շատ բան իրականացնել, Haiku-ի կարիքն էլ չկա, բայց ասեմ, որ իմ փորձառության ընթացքում եղել են դեպքեր, երբ որ պարզ տասքերը, պարզ հանրությունները ես հենց իրականում Haiku-ի միջոցով էլ արել եմ։ Ի վերջո ասում եմ, որ խնդրում եմ մի հատ prompt պատրաստի Claude Code-ի համար, որը որ այս ամբողջ խոսակցությունը իր մեջ կներառի եւ սա այդ կոդն է։ Եվ հենց այս կոդը փաստացի տեսնում եք բավականին մանրամասնությամբ ասում է թե տեխնիկական ինչ պարամետրեր պետք է լինեն, անվտանգության ինչ պարամետրեր, ինչ հաջորդականությամբ պետք է անի, հնարավորինս կարճ պետք է պատասխանի իմ նամակներին, որպեսզի նաև այդ թոքենների խնայողություն ունենանք եւ այլն։ Եվ այդ ամենից հետո ես ամեն դեպքում եւս մեկ անգամ հարցնում եմ ուրիշ ինչ ֆունկցիոնալ պետք է ունենա, ես նաև նշում եմ ես ինքս ինչ կցանկանայի, այս հարց ու պատասխանի վերջում, եթե չեմ սխալվում, եւս մեկ երկար prompt ենք ունենալու, այո, ֆունկցիոնալն է ամբողջական նկարագրում, ահա, այստեղ էլ արդեն վերջնական այդ prompt-ն է լինում, որի հիման վրա ես գնում եմ Claude Code եւ սկսում իմ աշխատանքները այնտեղ։ Եվ ինչպես ասացի, ամբողջ նախագիծը հենց Claude Code-ում էլ տեղի է ունեցել եւ Pro տարբերակով, որը ամսական $20 է բաժանորդագրությունը, ունի իհարկե սահմանափակումներ, այսինքն որոշակի ժամանակը մեկ դադար տալու կարիք է լինում, բայց ինչպես էկրանին կարող եք տեսնել, ընդհանուր առմամբ ես այս նախագծի վրա ծախսել եմ շուրջ 25 ժամ եւ այդ 25 ժամի բաշխվածությունը ըստ այս աղյուսակի էլ կարող եք տեսնել, որ միջինացված երևի օրական 2-3 ժամ եմ ծախսել, որոշ օրերի 5 եւ ավել ժամ, որոշ օրերի շատ ավելի քիչ եւ ընդհանուր առմամբ ստացել ենք այս 25 ժամվա ընթացքում ստացել ենք մի հարթակ, որը աշխատում է, որը որ այս պահին մեր թիմի կողմից տեխնիկական փորձարկման փուլում է գտնվում։ Այս պահի համար կարծում եմ այսքանը, խոսեցինք դասավանդի հարթակի մասին, ես ձեզ շատ կարճ ներկայացրեցի, թե ինչ է իրենից ներկայացնում դասավանդի հարթակը, այն ի վերջո լինելու է կրթական գործընթացի կառավարման հարթակ, որը կլինի հասանելի բոլորին, մեծ հաշվով այս պահին էլ այն հասանելի է, սակայն դեռ կուրսերը պատրաստ չեն, գտնվում է թեստավորման փուլում եւ շեշտեմ, որ այս հարթակը ստեղծվել է բացառապես արհեստական բանականության եւ մասնավորապես Claude Code գործիքի միջոցով, առանց որևէ ծրագրավորման հմտությունների։ Թերևս մի կարևոր կետ էլ որ կնշեմ, թե ինչ հարակից գործիքակազմ ենք մենք օգտագործել, այդ հարակից գործիքակազմը GitHub-ն է, որտեղ որ մեր ամբողջ կոդն է պահպանվում, Vercel-ն է, որ օգտվելով GitHub-ից արդեն կայքի տեսք է տալիս մեր կոդին, եւ իհարկե Supabase-ը, որը որ մեր դատաբազաներն է, տվյալների բազաներն է, որտեղ ամբողջ ինֆորմացիան պահվում է։ Այս երեքը միասին հեշտությամբ կպնում են Claude Code-ին եւ հնարավորություն տալիս գրեթե առանց որևէ
այլ միջամտությունների հաջողությամբ իրականացնել հարթակի պատրաստումը։ Մեր հաջորդ տեսանյութի ընթացքում արդեն ավելի մանրամասն ցույց կտամ, թե ինչպես է այս բոլոր հարթակները կպնում իրար, որտեղ ինչ ունենք եւ ինչպես է բուն գործընթացը տեղի ունենում եւ միասին նաեւ որոշակի ֆունկցիոնալ կզարգացնենք մեր հարթակի մեջ։ Իսկ այս պայման շնորհակալություն։